Հարուստ դեմք կլինի, չէ, բայց ընդամենը սովորական Խարդախ Ալֆոնսը, որը աշխարհի տարբեր կանանցից մոտ 10 միլիոն դոլարից ավել գումար է հափշտակել եւ չի բացառվում, որ շարունակում է։ Netflix-ը բավականին հայտնի վավերագրական ֆիլմ ունի, որը կոչվում է The Tinder Swindler։ Tinder-ը ծանոթությունների app է։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին նորվեգացի Սեսիլն է, ով Tinder-ով ծանոթանում է Սիմոն Լևիև ներկայացող այս մարդու հետ եւ սկսվում է շատ գեղեցիկ սիրո պատմություն, ճանապարհորդում են անձնական ինքնաթիռներով, հարուստ փարթիներ են անում, դեպ նաեւ լինում է ամուսնության եւ միասին ապրելու առաջարկություններ, Սեսիլը բնականաբար հալվում է եւ մի ամիս կամ ավելի երկար ժամանակ հետո Սայմոնը սկսում է արդեն գումարներ ուզել։ Իրականում Սեսիլը մոտավորապես 250,000 եվրո գումար է տալիս, բնականաբար ահագին պարտքեր է վերցնում American Express-ից եւ այլն։ Որպեսզի ֆիլմի հաճույքը չհարամեմ, չեմ ուզում մնացածը պատմել, բայց հաստատ արժի նայել ու հատկապես վերջին զոհի պատմությունը ֆանտաստիկ հետաքրքիր է։ Բայց դուք այս դեմքին շատ ուշադիր նայեք, որովհետեւ այս մարդը ազատության մեջ է, չի բացառվում, որ շարունակում է աղջիկների հետ հանդիպել եւ այլն, եւ այս ամեն ինչը նրա հետևանքով, որ մի շարք զարգացած երկրներում, եվրոպական երկրներից մինչեւ ԱՄՆ եւ Իսրայել չեն կարողանում սսպել ու փաստացի արդարադատությունը միայն մեր երկրում չի հիվանդանում։ Դեպ այս պատմությունը բացահայտվել է Սեսիլի ջանքերի շնորհիվ, երբ նա իր մեջ ուժ է հավաքել, դիմել է նորվեգական ամենահեղինակավոր եւ ամենախոշոր VG կայքին, հետաքննություն են արել, տարբեր տեղեր են այցելել, նաեւ Իսրայել են այցելել, հասկացել են ով է այս մարդը, իրական անունն են իմացել եւ այլն։ Այս պատմությունից հետո էլ Սեսիլը հետաքննական վավերագրական ֆիլմեր է նկարել արդեն ԱՄՆ-ում, բացահայտել է այլ տղամարդկանց խարդախությունները, ովքեր էլի սիրային պատմությունների միջոցով կանանց թակարդում են։